Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել է բլոգեր Անահիտը, ողջույն Անահիտ ջան։ Բարի ցայգաբաց, ողջունում եմ ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Նախ սկսենք նրանից, որ իրականում դուք կարելի ասել տվյալ ոլորտի անձ չեք եղել ի սկզբանե, ունեք այլ ոլորտի կրթություն, մի փոքր խոսենք, թե ինչով է պայմանավորված հենց բլոգում ձեր առաջխաղացումը։ Ես ճիշտ եք, առաջին մասնագիտությամբ իրավաբան եմ, ավարտել եմ Երևանի պետական համալսարանը։ Ի սկզբանե, որ ուզում էի դառնալ իրավաբան, իմ հայրը իրավաբան է, միշտ մտածում էի հայրս իրավաբան է, իմ համար ինքը իմ իդեալն է, ես պետք է լինեմ իրավաբան։ Մտածում էի գնալ թե չգնալ, հայրս անդադ ասում էր, չէ, կարող եմ մտածենք, սենց, ասեցի չէ, պապ, հաստատ, հա։ Գնում եմ ու հասկանում եմ, որ չէ, ես չեմ կարողանում, օրինակ չեմ կարող ինչ-որ գնալ դատարան, ինչ-որ բան հայտարարել ու ինչ-որ մեկի մեղավոր ճանաչել, հասկանում եմ, որ դա ես ուղղակի չեմ կարող, կեսից հասկանում եմ ու դեռևս ոչ մի փոփոխություն չեմ անում, 4 տարի սովորել եմ ու ավարտել եմ Երևանի պետականը, բավականին լավ եմ սովորել ու հիմնականում գնում էի քննությունների ժամանակ, չէի գնում դասերի, գնում էի քննությունների ժամանակ, մի օր պատրաստվում էի ու անգիր գնում էի, ասում էի ամեն ինչ ու ինձ մոտ շատ լավ էր ստացվում, հետո նայում եմ նկարներս 2 տարեկան, 3 տարեկան, պապան ասենց ձեռքս դնում էր ֆոտոապարատ, նկարում ասում պապ, չէի կասել գնա, հենց դառի ֆոտոգրաֆ քո մոտ, փոքր տարիքից նայում ենք դա լավ էր դառնում, ասում անեի ջան, մենք քեզ միշտ ասում էինք, դու քո ասածը արեցիր, բայց իրականում դա ինձ շատ է օգնում ներկայիս աշխատանքիս մեջ լինել ավելի հստակ, կատարել ամբողջ աշխատանքը, չթողնել այսօր վաղը, սենց ինչ որ կազմակերպել ճիշտ ժամանակին իմ աշխատանքը ու ճիշտ հետևել իմ աշխատանքին, լինել ավելի ճիշտ եւ ավելի պարտեճանեջ աշխատանքի մեջ։ Ես հիշում եմ, որ քո հոլովակներից առաջինը, ու հիմնականում երբ որ մարդիկ արդեն կարելի ասել հետաքրքրություն ունեցան, երբ որ դիպլոմով հոլովակ էր գցել, որոշակի ակտիվություն հենց այդտեղից սկսվեց, մի փոքր կխոսես, երբ որ զգացիր, որ արդեն քեզ հետևում են, որոշակի հետաքրքրություն կա, հետո քո գործընթացը ինչ եղավ։ Իրականում ես 21 տարի իմ էջը փակ ա եղել, ինստագրամյան էջը, երբեք չեմ զբաղվել ինստագրամյան էջերով, ֆեյսբուքյան էջերով, նկար էի գցում, հետո անդադ ջնջում էի, սենց շատ փակ էր, 200 հետևորդ, հայրս էլ բավականին խիստ է միշտ եղել, տենց հետո հասկանում եմ, աշխատում էի այդ ժամանակ, հասկանում եմ, որ ինձ ավելի դուր է գալիս այդ սանդղակից դուրս գալ, որովհետև անդադ ինչ-որ բաներ, որ գցում էի, հարազատ ներշրջապատ, անդադ արձագանքում էի ինձ դրա մասին պատմի, մի օր պապայի հետ խոսում եմ, ասեցի պապ ուզում եմ ավելի ընդլայնել ու փորձել ինստագրամով ինչ-որ բլոգ վարել, պապան սկսեց, ես քեզ աջակցում եմ, սկսեցինք, ինքը սկսեց երևալ իմ հոլովակներում, ինքը ավելի ակտիվ էր, պապային սկսեցին շատ սիրել, պապային ավելի շատ էին սիրում, քան ինձ, պապային հետևում են, ձեր հայրիկը ինչ լավն է, ձեր հայրիկի անունով բլոգ ենք բացում, սենց, ասեցի պապ ջան, կարող է ինստագրամս վերցնես, դու վարես, ու այդպես պապան անընդհատ տարբեր տեղեր մեզ մենք ամեն շաբաթ կիրակի տենց սովորություն ունենք ընտանիքով, գնում ենք ինչ-որ եկեղեցի, քաղաքից դուրս, պապան անդադ ասում էր պատմի, նկարի խոսա, ու տենց ընթացքում այնպես ստացվեց, որ պապայի միջոցով ավելի հետաքրքիր դարձավ կոնտենտը, ու ինքն էլ ինձ պարտադրում էր, պապան շատ խելացի է, ու անընդհատ պատմում է ինչ-որ բանի մասին, պատմի, մարդիկ պետք է իմանան, ասում պապ, ես ախր այդքանը չեմ տիրապետում, որ այդ ամեն ինչը պատմեմ, պապան ժամերով նստում է, ինձ պատմում է, էսի սենց է ճիշտ, ու այդպես ինքը ոչ միայն կյանքի այդ հարցում, կյանքի ցանկացած հարցում իմ առաջին աջակիցն է, ու ցանկացած հարցում ես գիտեմ, որ իմ կողքին շատ ուժեղ մարդ կա, ով իմ ցանկացած գաղափարի կողմնակից է ու ինձ ճիշտ ուղու վրա տանելու է։ Ինչպես նշեցիք, հենց հայրիկին շատ էին սիրում եւ ձեր մտերմությունը նկատվում է շատերի համար իրականում իրոք երազանք է, որ հայր եւ դուստր նման ընկերություն կարող են ունենալ, ինչպես է դա ստացվում ըստ քեզ, ինքնաբերաբար թե ծնողի ճիշտ մոտեցումների միջոցով է, որ երեխան վստահություն է ունենում իր ծնողի հանդեպ։
Իրականում ասեմ ձեզ այսպես, ես միակ աղջիկն եմ ընտանիքում, կյանքում եղել էր փուլ, որտեղ որ ես ու հայրս իրար չենք հասկանում ընդհանրապես, այդ փուլից հետո չենք կարողանում, ուղղակի չենք կարողանում ճիշտ մոտեցում գտնել, ոչ ես որպես դուստր, ոչ ինքը որպես հայր, որովհետև միակ դուստրն եմ ու անընդհատ հայրը ուզում է իր աղջիկը ինչ-որ հարցում չսխալվի, ճիշտ լինի։ Կյանքի ինչ-որ փուլում սկսեցինք լարված հարաբերություններ էր մեզ մոտ, որից հետո ավելի ջերմ այդ հարաբերությունները դարձան ու միշտ շրջապատում այդ են ասում անջան ոնց ես պապայիդ հետ անկեղծ այդ ամեն ինչ խոսում, որովհետև տենց թեմա չկա, որ ես չկարողանամ գնամ տուն, ասեմ պապ կարող ենք այս թեմայով խոսալ, թե կլինի անձնական, թե աշխատանքային, ցանկացած բան ես կարող եմ հորս հետ քննարկել ու նույնը մայրս, մենք շատ ընտանիքով սենց ասած ընկերական շրջապատ է մեզ մոտ ավելի շատ ասում եմ, քննարկում եմ, խոսում եմ ու ավելի լավ է լինում, որ եթե ինչ-որ տեղ սխալվել եմ, ոչ թե ինձ այդ սխալի համար մեղադրում են, հա, սխալ ես արել, բայց բեր լուծման այս տարբերակը քեզ առաջարկեմ, ես չեմ հիշում կյանքի ընթացքում, որ ես ջղայնացած մտնեմ տուն, ին վրա ավելի ջղայնանան կամ ավելի իրավիճակը վատացնեն, միշտ պապան փորձում է հասկանում ամեն ինչ ու այնպիսի լուծման տարբերակներ առաջարկում, որ ես ինքս այդ պահին էմոցիաների տակ հաստատ չեմ կարող ու հաստատ երազանքա, որ հետագայում իմ աղջիկներ նույն հարաբերությունների մեջ լինի իմ ամուսնու հետ, ինչպիսի հարաբերություններ ունեմ ես հորս հետ, իրոք դա երազանքա կարծում ցանկացած աղջկա համար ես շատ կերազեի թող իմ հետ այդքան մտերիմ չլինի, բայց իմ ամուսնու հետ նույն ձև մտերիմ լինի, ոնց ես պապայիս հետ ցանկացած բան կարող եմ կիսվել, ցանկացած, տենց հարց չկա որ քաշվեմ։ Նաև երբ որ խոսում ենք հենց մտերմության մասին, ինչպիսին էր ծնողների արձագանքը քո սոցիալական հարթակներում ակտիվությանը, իհարկե մայրիկները որոշ հարցերում ավելի հեշտ են հասկանում, բայց հայրիկը ինչպես ընդունեց, որ պետք է օրինակ ավելի ակտիվ լինես, քեզ արդեն ավելի շատ մարդիկ կարող են տեսնել։ Իրականում քանի որ նշեցի, որ 21 տարի էջս փակ է եղել, պապան խիստ է բավականին, դրա համար ի սկզբանե սենց հա, որ այս մեկը սենց ասենք, այս մեկը սենց, հետո հասկացա, որ ինքը ավելի շատ է ինձ ասում, այս մեկը արա, այս մեկը արա, բացի դա էլ կյանքում ինչ-որ փուլ եկավ այդ ընթացքում, որ ես չէի ուզում աշխատել, ուղղակի ուզում էի տունը նստել, ոչ մի բան չանել, պապան գալիս էր դուռը բացում էր, ինձ սուրճ էր բերում, քաղցրավենիք էր բերում, հասկանում ես, ասում է, լիքը մարդիկ ովքեր որ հանրային են, աշխատանքի են գնում, թեկուզ մեկի մոտ խնդիր կա, մեկի երեխան է հիվանդ, մեկի ծնողն է հիվանդ, բայց ամեն դեպքում դա կամերայի դիմաց չի երևում, բայց այդ մարդիկ աշխատում են իրենց վրա ու աշխատում են, որպեսզի իրենց ապագան ստեղծեն ու օգնեն իրենց հարազատին, դա նույնպես քո աշխատանքի մի մասն է ու պետքա ինչ-որ մեկը չիմանա, որ դու այս փուլում չես ուզում ներկայանաս ու ամեն առավոտ պապան գալիս էր ինձ հանում էր տնից, գնում ենք աշխատանքի, ինձ տանում էր աջ ծաղ ու այդքան սպասում էր, համբերատար սպասում էր, որ այս աշխատանքս ավարտեմ ու գամ իր աշխատանքային ծանր գրաֆիկը հաշվի չառնելով, ինձ ամեն տեղ տանել, բերել այդ ժամանակ էր աշխատանքս մի փոքր երկար ճանապարհ պահանջում, որովհետև աշխատում էի տարբեր տեղերում ու գնում էի քաղաքից դուրս գալիս է ամբողջ ընթացքը իմ հետ էր պապան ու մաման էր ինձ հետ միասին գնում էինք ընտանիքով գալիս ենք ինձ թողում էին այնտեղ իրանք գնում էին զբոսնում էին քայլում էին ես պապայիս մամայիս նման զույգ չեմ տեսել իմ երազանքն է հետագայում նման ընտանիք ունենալ գնում էին իրանք գնում էին իրենց համար սուրճ թե եկեղեցի էին մտնում ոչ մեկ ինձ չէր ասում արագացրու տենց ավարտում էի գալիս էինք տուն Անեիդ, ինչպես ստացվեց, որ տվյալ ոլորտում սկսեցիր գործունեություն ծավալել եւ արդյոք ինքնուս ես եղել, թե որոշակի օրինակ դասընթացներ կամ մասնագիտացել ես ոլորտում տարբեր, չգիտեմ, կայքերի միջոցով ինչպես ես այդ ամեն ինչը արել։ Դասընթացներ անցել եմ, բավականին շատ 4 դասընթաց ես անցել եմ հենց մարքեթինգի ոլորտում, երկուսը Մոսկվայի տարածքում on-line միացմամբ։ Ասեմ ձեզ ոնց դա եղավ, ես փոքր տարիքից հայրս որոշել էր որ խանութ բացել, հետո իր միտքը փոխվեց։ Ես որոշեցի այդ իրերը վաճառել սոցհարթակներում ու ինձ մոտ դա շատ լավ էր ստացվում, բացի այն էլ, որ ես շատ մարդկանց հետ շատ անմիջական կարողանում եմ շփվել։ Միշտ հայրս ասում անեյտին 10 րոպե թողեք միտեղ կանգնած, գալու եք տեսնեք սաղի հետ շատ լավ հարաբերություններ ունի։ Բացի դա հանդիսանում էի Կամավորների միության երիտասարդների ղեկավարը, թե 44 օրյա պատերազմի ժամանակ, թե դրանից առաջ տեղի ունեցող բոլոր կամավորական աշխատանքների մասնակցել ենք։ Քանի որ
հեշտ է մարդկանց հետ շփվել ու առաջին հերթին մարքեթինգի մեջ պետք է լինես հոգեբան, նոր մարքեթինգային մասնագետ, այսինքն որ մարդը օրինակ աշխատանքից հետո զանգի քեզ չգոռաս, ասես ինչ ես աշխատանքից հետո զանգեր, հասկանաս խնդիրը, ինչ որ տարբերակ առաջարկես լուծման, ու եթե աշխատում եմ 20 կամպանիայի հետ, 20 կամպանիայի գործընկերների հետ հասկանալ իրանց հետ ոնց պետք է շփվել, ու դա հոգեբանություն է պահանջում, ոչ միայն հենց մասնագիտական, այլ նաև մարդկանց հետ ճիշտ շփվելու ընդունակություն պետք է ունենալ ամենակարևորը։ Կհիշես առաջին աշխատանքներդ ընդհանրապես ինչպիսին են եղել եւ արդյոք հնարավորություն ես ունեցել, որ հենց սկզբնական շրջանում քո աշխատանքով կարողանաս ֆինանսավորել քեզ։ Ես 21 տարի չեմ աշխատել, ես միշտ մտածել եմ, որ իմ papan աշխատում է, ես չեմ աշխատելու։ Այդպես ես տան միակ աղջիկն եմ ու 7 տարի միակ երեխան էի, ես ինչ ուզում էի, տեղում իմ համար ամեն ինչ շատ հեշտ կատարվում էր։ Հետո տենց կյանքի ինչ-որ փուլ եկավ, որ ես հասկացա, որ ամեն դեպքում պետք է ծնողներին աջակցել։ Ես այդ ժամանակ աշխատում էի մի կազմակերպությունում, այդ իմ առաջի աշխատանքն էր, մարքեթինգային բաժնի ղեկավար էի միանգամից նշանակվել։ Ստանում էի շատ չնչին գումար, 150,000 դրամ էի ստանում, այդ գումարի դիմաց ես ամեն ինչ պետք է անեի, նկարահանում, այնտեղ օֆիսի գրաֆիկի կազմակերպում, բոլորին հետևել, իրավաբանական թղթերի ձևակերպում եւ այլն, ես չէի հասկանում դա մարքեթինգի հետ ինչ կապ ունի, բայց ամեն դեպքում տենց որոշեցի ոչ մեկին չեմ ասել, տունը նույնիսկ չասեցի, որոշեցի, որ այդ գումարը նստի իմ հաշվին, ես այդ գումարը վերցնեմ, օգտագործեմ, գնեմ լույսեր, միկրոֆոն, դա այդ ժամանակ բնականաբար որ նոր է սկսում, չես գնում տենց շատ թանկարժեք ինչ-որ բան, փորձում ես ստացվի, չէ։ Ես էլ քանի որ իմ վրա շատ վստահ էի, որ ես եթե մի բան հաստատ ուզեմ կլինի, այդ տնօրենից զգուշացնում եմ, որ ամսավերջ ուզում եմ դուրս գալ աշխատանքից, գումարը նստում է իմ հաշվին, գնում եմ ու սկսում եմ աշխատանք ծավալել ու իրար հետևից դոմինոյի էֆեկտով տարածվում է, Անահիտը լավ է նկարում, դե իմ աչքը իրականում շատ լավ է տեսնում, ուղղակի միշտ չեմ կարողանում նկարահանումներին գնալ, բայց շատ լավ է տեսնում։ Այդպես մեկը մեկին ասելով եւ այլն, դե իհարկե հայրս էլի շատ էր օգնում, ուր գնում էր Անահիտ, էսա դա կանի Անահիտը ու գալիս էր տուն ստեղ ասել եմ պիտի գնաս գովազ նկարես, ասում եմ պապ ոնց գնամ այդտեղ իմ թեմայի հետ կապ չունի ու ես կգրեմ, կմտածեմ ամեն ինչում օգնում էր ու տենց շատ կարճ ժամանակահատվածում երևի 3 ամիս պահանջվեց, որ հստակ կարողացա արդեն հասնել այն ամենին ինչ ուզում էի ու ընդլայնվել։ Ոնց ես հասցնում այդքան շատ կազմակերպությունների հետ աշխատել ու երբ որ հետևում եմ քեզ, շատ հաճախ տեսնում եմ, որ հնարավոր է մեկ օրվա մեջ լոկացիաներ փոփոխես, նույնիսկ քաղաքից դուրս գնաս, ետ վերադառնաս, ինչպես ես այդ ամեն ինչը կազմակերպում։ Օրվա մեջ 4-ից ավել լոկացիա փոխում ենք, օրվա կես անցկացնում ենք տաքսիներում, համակարգիչի ինձ մոտ գովազդներ միացնելով աճ ձախ ենք անում։ Սիրում եմ աշխատանքային ծանր գրաֆիկը, որովհետև չեմ կարողանում, երբ որ ես մի օր տունն եմ մնում, ինձ թվում է վсё կյանքը կանգնել է, չեմ կարողանում ինչ-որ բան անել, շատ լավ աշխատող թիմ ունենք հետևում, որը որ իր գործունեությունը շատ լավ կատարում է, ես որ գալիս եմ տուն, հոգնած 12-ին ասում եմ գնամ արագ քնեմ, ոչ մեկ ինչ չտեսնի, մեկ էլ papan ներքևից լավ բան եմ մտածել, ես ինչ պրոյեկտի համար ասում, պապ խնդրում եմ վաղը կասես, ու ինքը այնքան է օգնում հենց այդ մտքերի հարցում էլ, մաման օգնում է շորերի հարցում, papan օգնում է մտքերի հարցում, մաման որ ասում է ամեն ինչ կազմակերպում է, մենք անում ենք այդպես, շատ կարևոր է իրականում ծնողների աջակցությունը ու շրջապատի աջակցությունը, իրականում շատ հեշտ ու թեթև անցնում, քանի որ ինչպես նշեցի, բնավորությամբ շատ հանգիստ եմ ու անմիջական, գործընկերների հետ այն հարաբերությունները չեն, որ գործընկեր ենք, շատ անմիջական, ընկերական հարաբերություններ գնանք, սուրճ խմենք, մի երկու բան խոսանք, նոր անցնենք մեր աշխատանքին, ես օրինակ իմանամ, որ ինչ որ բան լինի, կարող եմ հանգիստ զանգել իրանք իմանան, առիթներին հրավիրվենք, այսպես շատ լավ հարաբերություններ են, չունեմ տենց գործընկեր, որ նշեմ, որ ընկերական չենք իրար հետ, բավականին լավն են, փառք Աստծո լավ մարդկանց հետ եմ շփվում ու առնչվում։ Նաև նշում ես հենց բնավորությանդ կողմը, որ բավականին անմիջական մարդ ես, շատերը քեզ նույնականացնում են հենց ուրախության, ժպիտի հետ եւ միշտ հարցնում են, թե ինչպես է ստացվում, որ միշտ ուրախ ես։ Արդյոք դա գալիս է նրանից, որ ժամանակին, որ սկսել ես հարցերին այլ կերպ մոտենալ։ Ինչն է ընդհանրապես դրա գաղտնիքը։ Չէ, իրականում կարծում եմ ցանկացած մարդու համարով հանրայինա դա բարդ է, քանի որ կան կյանքում փուլեր, որի ժամանակ այսպես թե այնպես հոգեպես կոտրվում ես ու չես կարողանում առաջ շարժվել։ Իմ կյանքում եւս նման փուլեր շատ են եղել, որոնք որ փառք Աստծո օգնել են ավելի ուժեղ լինել ու առաջ գնալ։ Իհարկե, այս այդ փուլերը մենակ չի անցնի։
էլի ինչպես նշեցի, թե հորս, թե իմ շրջապատի լավ ու դրական մարդկանց միջոցով եմ անցել։ Ես չեմ հիշում դեպք, երբ որ ես վատ զգայի ու ինձ կողքից չօգնեին, միշտ թևեր ունեցել եմ, ովքեր որ ինձ օգնել են, ու դա հենց առաջինի իմ հայրն է եղել։ Հենց անցած տարի իրավիճակ ստեղծվեց, երբ հորս առողջականը շատ վատ էր ու ինքս չգիտեի դեռևս ինչ է լինելու։ Այդ ժամանակ անձնական կյանքում էլ կային լիք խնդիրներ, թե առօրյա կյանքում, ու ուղղակի չէի կարողանում այդքանի հետ մեկտեղ, ու որ պապան էր ինձ աջակցում, ես չէի կարողանում ասեի, պապա, քո մասով ես օրինակ վատ եմ զգում ես ինչ հարցում։ Ու այդպես ամբողջ օրը եկեղեցի տուն աշխատանքի, կամերայի դիմաց ուրախ ես, ժպտում ես, երբեք իմ էջում չի եղել, որ ես ինչ-որ էմոցիա տխուր ցույց տամ, ու միշտ գրում էին Անահիտ ջան, ոնց է ստացվում, որ միշտ ուրախ ես, բայց կամերայի դիմաց դա փաստեցի աշխատանք է, որը կատարվում է, երբեք էմոցիաները ներքին չեն երևա, ու ներքին էմոցիաները երևի թե միայն ընտանիքի ներսում են հայտնի ու նեղ անձնական շրջապատում այն մարդկանց, ովքեր որ մեր տուն եկել են իմ ծնողների հետ առնչվել են, այդ մարդկանց շատ հեշտ վստահում եմ ու թույլ եմ տալիս իմ կյանք։ Իրականում բարդ է այդ պարագայում, բայց պետք է հասկանալ, որ աշխատանք է, արդեն անձնական կյանքի խնդիրները մեկ այլ տեղում են։ Երբ որ խոսում ենք բարդ իրավիճակների մասին, ինձ մոտ նաև գալիս է այն շրջանը, երբ որ դու մեկնեցիր Դուբայ եւ խնդիրներ առաջացան, մենք նաև ուղիղ հենց անմիջապես միացում ունեցանք եւ զրուցեցինք թեմայի մասին։ Մի փոքր անդրադարձ կատարես նախ ինչպես ստացվեց, որ գնացիր եւ կարելի ասել փակվեցիր այնտեղ։ Դուբայ գնալը շատ պատահական էր, ասեմ ձեզ, փետրվարին իմ կյանքում շատ բարդ շրջան էր, շատ բարդ, ես ինքս չէի պատկերացնում, որ կարող է առավոտյան արթնանամ ու հայտնվեմ Դուբայում։ Այնպես է ստացվում, որ ասի անմիջական եմ, Դուբայ նախորդ անգամ որ գնացել էի, լիքը ընկերուհիներ էի ձեռք բերել, ընկերուհիներիցս մեկի ծննդյան օրն է, պարզվում է ինքը որոշում է, որ Դուբայում հենց ինձ հետ պետք է անցկացնի։ Ասում է գնանք եւ այլն, ասի ես պահին չեմ կարողանում, էլի մի փոքր բարդ շրջան է ինձ մոտ, էմոցիոնալ ինձ լավ չեմ զգում։ Ծնունդս է, ասեցի ո՞ս ծնունդը տա, դե գնանք նշենք, ու այդ ժամանակահատվածում դեպք է տեղի ունենում, որից հետո նորից չեմ ուզում գնալ, սենց մտածում եմ գնամ, չգնամ, երազ եմ տեսնում, որտեղ որ գնում ենք Դուբայ ու ամեն ինչ սենց սևացած, ասում եմ, ես ոնց անցավ վատ մեր էս 8 օրը ու հետ են գնում, գրում եմ, ասում եմ, սենց երազ եմ տեսել, կարող է չգնանք, ես էլ եթե երազը հիշում եմ, կատարվում է, թե չեմ հիշում։ Ասում եմ, կարող է չգնանք, ծնունդս է, բան սենց, տենց ասի դե լավ ամեն դեպքում արդի իմ հետ է որոշել նշի ոնց չգնամ, գնում եմ տոմսերը ու գնում եմ արդեն Դուբայ, ծնունդը նշում ենք, այդ դեպքերը տեղի ունենում ու այդտեղ կյանքի մի շատ կարևոր բան եմ հասկացել, որ անկախ ամեն ինչից, որ պատմեմ կհասկանեք ինչի մասին է խոսքը, Աստծո պլանները ուղղակի ուրիշ են մեր պատկերացումների մեջ, երբեք չեն կարող տեղավորվել, գնում եմ Դուբայ, սկսում այդ ամեն ինչը, ես էլ ինչպես նշեցի, բլոկադեի ժամանակ Արցախում էի մնացել, շատ պատահական, ու քանի որ այդ ամեն ինչը շատ սովոր էր ինձ, տենց բարդ չէր այդ ամեն ինչին արձագանքել, շատ բարդ էր այդ շրջանում էմոցիոնալ մարդկանց ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, նորմալ է, այստեղ շատ լավ ենք մենք ամեն ինչ կարգին է, բայց այդ ընթացքում 29 հարկ հյուրանոցի մարդկանց հետ շփվել, առնչվել, խոսալ, իրանց փորձել հանգստացնել այնտեղ, քանի որ կային մեծ մարդիկ եւս տատիկներ, պապիկներ, մենք ներքևի հարկում նստած են մարդիկ, գնում եմ, մեկ էլ sense եմ, ինչ լավ է եկար, ասում է, շրջապատի ուրախություն եկել, ես էլ որ միտեղ նստում եմ, կամ այդտեղ պետքա շատ ուրախություն լինի, կամ շատ շարժ պետք է լինի, ու սա հետևում էին իմ կոնտենտին, պապան զանգում է, պապան անընդհատ կապի մեջ է։ Անահիտ սենց արը, Անահիտ սենց է, պապան տեքստերս գրում, ես այնտեղից տեքստերս ասում եմ, դե պապան էլ քանի որ նշեցի իրավաբանը, ինքը շատ ճիշտ է, ամեն ինչը ձևակերպում է, ես ավելի էմոցիոնալ եմ տեսակով, այնտեղ արդեն այդ դեպքերի հետ առնչվում ենք եւ այլն մեջ շրջապատ ենք այնտեղ ձեռք բերում, բավականին շատ մարդկանց հետ եմ ծանոթացել, այսպես չեմ կարող անգամ հիշել ինչ քանի մարդ են, բոլորի հետ շփվում ենք տարբեր ազգերի հետ ու այդ շրջանում բոլորը գրում են անջան ոնց է վիճակը ոնց է ու ստանում եմ մի նամակ, որին ընդհանրապես չէի սպասում, ինձ շատ հարազատ մարդկանցից մեկը կոնֆլիկտ չենք ունեցել ժամանակին, ուղղակի մեր շփումը դադարել էր, նամակը ստանում եմ, չեմ հասկանում, որ այդ մարդն է նամակ գրել, մտածում ասում ոնց այս մարդն ինձ նամակ ինչի է գրել նամակ, մենք այսքան տարի չենք առնչվել, չենք շփվել,
Բացում եմ նամակը, պատասխանում եմ, ասենց այնքան այդ պահին ինձ այնքան երևի պետք էր այդ նամակը, որ ինչ-որ մեկը օրվա ընթացքում դու բոլորի էմոցիաները վերցում ես քո վրա, իսկ երբ որ օրվա վերջում մեկը քո հետ խոսում է, ասում է, այս ինչը սենց է, ավելի ճիշտ, սենց է ճիշտ, ավելի հետաքրքիր է լինում, ավելի թեթև է ստանում, պապան դե ավելի վատ էր արձագանքում, քանի որ աղջիկը մնացել էր Դուբայում, թե լավ, թե վատ, մի փոքր ավելի ջղային էր այդ ամեն ինչին արձագանքում։ Հետո հասկացա, որ օրվա մեջ այդքան շփումից հետո շատ էի առնչվում տվյալ մարդու հետ ու ինձ անընդհատ այս ինչը սենց է պետք լինի, այս ինչը սենց ու ինքը նույն բաներն էր ասում, ինչի իմ պապան էր ասում, պապան զանգում էր էդի ասում էր, հետո ինքն էր զանգում ասում, ասի չհասկացա տեքստը միասին եք գրում, հետո եք ասում ու այդպես իրականում շատ էին ինձ օգնում օրվա մեջ թեկուզ այդ խոսալը եւ այլն շատ կարեւոր էր ու բացի այդ էլ որ ընդհանրապես չէի պատկերացնում մենք իրար կյանքում միշտ հասկացող մարդիկ ենք եղել բայց որ կյանքի այդ փուլում ընդհանրապես չէի սպասում որ կյանքի ընթացքում էլ երբևէ կառնչվենք հետո հասկացա որ Դուբայ գնալը այդքան խառը բաներից ելնելով դա հենց դրա հետևանքն էր որ ես գնայի ու միգուցե շփումը վերականգնվեր այդպես շատ իրականում այդ ամեն ինչի ինձ օգնեց, հետո արդեն ես իջնում եմ ներքևի հատված, դե պապան անընդհատ ինձ էս արային արա խոսում եմ այնտեղ, դե իմ հետ արդեն չունեին այնտեղ, որովհետև ես բոլորի համար փորձում էի համարներ ապահովել, որպեսզի մարդիկ այնտեղ մնան, ոնց որ պատերազմի ժամանակ անընդհատ այդ կամավորական աշխատանքներ ու ինձ սաղ գրում էին անեկ ճանաչքից գնացել այստեղ կամավորություն ես, ասեցի ոնց որ ես միշտ եմ դա անում ու իջնում եմ ներքև, մենեջերին ասում եմ կամ մեզ տրամադրում եք մեծ համար կամ ուղղակի շատ վատ է լինում, ասենց խոսում ենք իրար հետ, արդեն իրանք են գորգորում, ես էլ ինձ վատ եմ զգում, պապան է այնտեղ գրվածքներ ուղարկում, որը օրենքին հենց համապատասխան է եւ այլն, ես չգիտեմ, ենթադրում եմ, որ իրանք խախտում էին զուտ շեյխի ասածը, որովհետեւ նման հայտարարություն ենթադրում եմ, որ պետք չէր անտեսել, ամեն դեպքում ինձ տրամադրում են այդքան որ խոսում ենք, ինձ տրամադրում են մի հատ մեծ համար, որտեղ որ 4 սենյակ կար, տարբեր ազգերից մարդկանց եմ հավաքում, տանում եմ իմ համար կանանց եւ աղջիկներին, որովհետեւ ներքևում նստած էին սրտից չէր նստում։ Գնում ենք համար, արդեն երեկոյան ժամը համարումս լիքը մարդ են նստած եմ ուզում եմ հանգստանամ, չեմ կարողանում։ Մեկ էլ բարձվում է մեկ աղջիկներից TikTok-ը սկսվեց, երգը միացավ, պարում չգիտեմ ինչ էր անում, ասեցի ոնց որ ես գնամ սուրճ խմեմ, գնում եմ սուրճ եմ խում գալիս եմ, ես էլ սովոր չեմ որ տարածքում շատ մարդ է լինում տան մեջ։ Հետո գալիս եմ, ես իրանց թողեցի իմ համարը ու լիքը մարդկանց հենց ստացվեց համարներով ապահովել, թողեցի իրանց իմ համարը, հայեր չէին, 2 հայ էին, մնացածը այլազգի էին։ Այդպես համարս մնաց իրանց, ես եկա ու ամենահետաքրքիրն է, որ վերջին օրը, քանի որ դե գիտենք ավիաընկերություններ կան, որոնք որ բավականին թանկ էին այդ ժամանակ բերում, իմ ավիաընկերությունը նման բան չի արել, ես միանգամից զանգեցի, խոսեցի ու տեղում ասացին, որ գնում եք, զանգ եմ ստանում, այդ որ ասեցի հարազատ մարդուց, անջան ասում է, հիմա հանգիստ, վեր ես կենում, գնում ես տապուճկեքը վերցնում ես հոթելի, որ այնտեղ հագնես, դե 7 ժամ ճանապարհ եմ սպասում, միջև իջնես ես քեզ կդիմավորեմ, ես էլ մերոնց դեռ չեմ ասել, որ գնում եմ, այդ օրը պապայի հետ խոսացել էի, մի փոքր վիճվել էինք, ասում է, սարը ես չեմ կարողանում արդեն անել, այդպես վիճվում ենք, չեմ ասում, որ գալիս եմ, մաման էլ դե այդ օրերին իմ հետ չէր խոսում, որտեղ վատ վիճակում էր, դե մայրը ամեն դեպքում ավելի էմոցիոնալ է, ասում է, ամեն ինչ ասում է, տապուճկեք վերցրա, որ այնտեղ պարկ ես քո համար հանգիստ բան, ասում եմ, օքեյ, հոթելից իջնում եմ, որ գնամ, տնօրենը ուրախանում է, որ ես գնում եմ արդեն, փորձանքը գնաց, ասում եմ, ես կտանեմ ձեր վերջերը, կտանեմ, տանում եմ, տաքսիում եմ, դնում ճանապարհում եմ, գնում եմ չեքինը, որ անցնեմ, 3 ժամ չեքինում կանգնել եմ, որ անցնեմ, անցնում եմ, խոսում ենք այդ ընթացքում այդ մարդու հետ, խոսում ենք ինքը ինձ անընդհատ ինչ որ բաներ ասում, ինքն էլ շատ խելացի է, ինչ որ ասում են շատ պետք է լինում, խոսում ենք, չնայած նրան, որ իմ շրջապատում բոլորը հասուն մարդիկ են ու ինձ են միշտ ասում, որ Անեի ջան, քո տարիքի համապատասխան դու շատ ավելի հասուն ես երևում ու միշտ տենց եղել շրջապատում ավելի մեծ մարդիկ են, բայց ամեն դեպքում շրջապատում էլի խելացի մարդ ունենալով, որ մի բան ավել գիտի, նամանավանդ եթե տղա է ասում դու այլ տեսանկյունից ես նայում, ավելի հետաքրքիր է, անցնում եմ չեքինը, հիշում եմ, որ նոթբուքս թողել եմ համարում, ասում եմ, գիտես, թողել եմ MacBook-ս համարում, ոնց թե ասում է, ու անցել եմ հենց այդ պահին, հաջորդ օրը կազմակերպում ենք իհարկե իմ նոթբուքն էլ է գալիս, բայց ամեն դեպքում ես հասնում եմ Հայաստան, դեռևս նամակներ զանգեր, ոնց անցակ սենց նենց, ու իրականում այդ մարդկանց հետ բոլորի հետ կապ պահում ենք, որովհետև շատ լավ մարդիկ էին, ինչպես ասում եմ, ինչ որ վախ կամ ցավ մարդկանց միավորում է ու դա հենց այդ դեպքում եղավ, ու այնքան մարդկանց հետ ենք ծանոթացել
թեկուզ մեկը մարդու հետ եմ ծանոթացել, ով իրոք ընկերուհի է դառել ինձ, ու հենց ինքը գրեց Անեի ջան, բարև ձեզ, ես ձեր հոթելում եմ, կուզենայի ձեր հետ ծանոթանալ։ Ասեցի իհարկե, հենց հիմա, ասեցի։ Իջա մի անգամից ծանոթացանք ու սենց մի անգամից լավ հարաբերություններ։ Հասնում եմ այստեղ 7.5 ժամ ճանապարհ ենք եկել, թռիչք ենք ունեցել ու այդ ընթացքում ենքան սենց թռիչքը իրական վատ էր, որովհետև անդադ ինքնաթիռը սենց էր ուղղակի թռնում։ Հասել եմ, ինձ եկել դիմավորել են, գնացել եմ տուն, բայց այդ մարդկանց հետ մինչև օրս հասել եմ մի հատ տատիկ հոթելից գրել եմ։ Անե ջան, տատիկ եմ, ես վախենում եմ, ասի ես ձեր համար ասել եմ, ոչինչ կկազմակերպեն, ու այնքան լավ մարդիկ էին, իրենց հետ անցած սթորիներ տեղադրում էի, ու այնքան շատ էին դիտում հավաքում, հենց մարդկանց հետ խոսում էի, դա ավելի շատ դիտում էր հավաքում, որ ինչ վիճակ է մարդկանց մոտ։ Ու այդպես այնքան մարդ հետ ծանոթացանք, որ իրականում կարծում եմ կյանքի ընթացքում մենք բոլորս իրար պետք կլինենք ինչ-որ հարցում։ Անեի, դուք այնպիսի մարդ եք, որ մարդկանց աջակցում էմոցիաներ եք տալիս եւ ժամանակ է գալիս, որ որոշակիորեն, ինչպես նշեցիք, ձեզ էլ է այդ էմոցիան պետք գալիս, որ որևէ մեկը լինի, ով ձեզ լիովին կհասկանա։ Արդյոք իհարկե ընտանիքի աջակցությունը բավականին կարեւոր է, բայց երբ որ դու ցանկանում ես կառուցել քո անձնական կյանքը, ինչպիսի մարդ պետք է լինի քո կողքին, ով որ քեզ հասկանա, ընդունի այնպիսին, ինչպիսին որ կաս։ Անձնական կյանքի մասին երբևէ թե առօրյայում, թե սոցհարթակներում որևիցե բան չեմ հրապարակել եւ չեմ նշել իմ կյանքում կա այդ մարդը թե չկա, բայց իմ կողակիցը իմ հոր գոնե 70% նմանություն պետք է ունենա, որ ես հասկանամ, որ իմ կողքի մարդը ինձ համար թեև ու թիկունք առաջին հերթին, ես միշտ որ տունը ասում եմ, պապ դու սենց ես ասել, ասում է ես չեմ ասել, ես ու մաման մի մարդ ենք, եթե ես ասել եմ, ուրեմն ինքն էլ ասել կամ եթե ինքը ասել է, ես էլ եմ ասել, ու որ տեսնում եմ, ես գնում եմ տուն, իրանք գնում են իրենց համար քայլում են, ոնց որ 18 տարեկան սիրահարները կգնային քայլեին, նման հարաբերություններ տեսնելով մի քիչ բարդ է կողակից ընտրել ավելի, այդ իսկ պատճառով ավելի շատ թեքվել եմ, որպեսզի այդ ամեն ինչը լինի իմ պապայի նմանություններով ինչ-որ մեկը, հետագայում դրա մասին, եթե արդեն կունենամ ցանկություն անպայման կբարձրաձայնեմ, բայց այս պահին թողնեմ, այսպես չնշեմ կա այդ անձնավորությունը, թե չկա այդ անձնավորությունը։ Իհարկե դուք չեք նշում կա թե չկա, բայց ձեր էջի գեղեցիկ ծաղկեփունջերը որոշակի բան արդեն ասում են հետևորդներին եւ նաեւ մեզ։ Գեղեցիկ ծաղկեփունջներ հիմնականում խառը այո ուղարկվում են, բայց այսպես անվանական չնշեմ ում կողմից են ուղարկվում կամ ինչ նպատակով են ուղարկվում, կամ որ ուղարկվել են հենց որպես ծաղկեփունջ, կամ որ ուղարկվել են որպես օրինակ կամավորները շատ հաճախ համախմբվում են, ինձ մեծ ծաղկեփունջ են ուղարկում, բայց դա պարտադիր անձնական կյանքի հենց վերաբերյալ կարծում եմ հետագայում, եթե ինձ մոտ ցանկություն եղավ դա արդեն Instagram-յան կամ Facebook-յան հարթակում կիսվել, պարտադիր կկիսվեմ, սպասենք։ Տեսեք, նշում եք մի շատ կարևոր բան, որ ծնողը միշտ աջակցել է ձեզ ամեն հարցում եւ նույնիսկ այն հարցում, որ օրինակ իրենց աղջիկը պետք է ակտիվություն դրսևորի հենց սոցիալական հարթակներում։ Եթե այն անձում, որ ընտրեք, ժամանակ կա, որ օրինակ չցանկանա, որ այլևս դուք նման ձև ակտիվություն դրսևորեք, արդյոք ինչպիսի արձագանք քո կողմից կլինի։ Կարծում եմ ամեն դեպքում ինձ նայելով, իմ առօրյան նայելով, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը պետք է իմ կյանքում փորձի այդ ամեն ինչը կոտրել, անկախ ամեն ինչից մարդուն ընտրում ենք այնպիսին, ինչպիսին որ կա։ Միշտ այդ օրինակն եմ բերում, չենք գնում խանութ, ընտրում կարմիր շորիկը սև դարձնում, միանգամից սևը կընտրենք, բայց հետագայում բնականաբար կողակցի այդ ամեն ինչ պետք է քննարկվի, հասկացվի, ես բնավորությամբ ինչպես նշեցի, շատ հանգիստ եմ ու պետք է այդ ամեն ինչը խոսանք, քննարկենք, հասկանանք, եթե չէ, ինչի չէ, հասկանանք, օքեյ չէ, բայց հասկանենք ինչի չէ, բայց անկախ ամեն ինչից ինձ թվում է հետագայում, եթե արդեն ընտանիք երեխաներ, այսպես թե այնպես մի փոքր այդ ինստագրամյան կյանքը երկրորդ փուլ է անցնում, որովհետև ինձ թվում է ընտանիքից էլ ավելի մեծ երջանկություն ամեն դեպքում չունենք մենք կյանքում, առաջնայինը հաստատ ընտանիքն է, աշխատանքին հաստատ չի խանգարի, բլոգի մասով արդեն ինձ թվում է կողակցի այդ համաձայնություն ինչ որ կունենանք բնականաբար, բայց չեմ կարծում, որ իմ կողքի մարդը ինձ կարգելի ինչ որ իմ աշխատանքի մեջ ինչ որ բան, որովհետև աջակցում են հիմնականում կողակցին, ոչ թե խանգարում են ինչ որ բանի հասնել։
Նաև նշեցիր, որ կամավորական աշխատանքներ ես ծավալել, իհարկե ես ինքս հիշում եմ, երբ որ լինում են դեպքեր, որ մարդկանց օգնություն է պետք, միանգամից համախմբում ես ու այդ ամեն ինչը համակարգում ես, բացի օգնելուց մարդկանցից, քեզ ինչ է տվել դա եւ արդյոք ինքը հեշտ աշխատանք է, ինչպիսին է ընդհանրապես ընթանում։ Իրականում դա բավականին բարդ է տեսանկյունից, որ օգնում ես մարդուն, բայց ինքը այդ ժամանակ ինչ որ խնդրի մեջ է լինում, ինքը այդքան չի հասկանում, դու իրան օգնում ես, դու պարտական չես, դու զուտ օգնում ես, Աստծո առջև, քո առջև ես օգնում, ինչ որ օրինակ ես նման բարագայում միշտ ասում եմ, որ ես Աստծո առաջ եմ դա անում, որովհետև Արցախյան վերջին պատերազմի ժամանակ իմ հայրն ու եղբայրը այդ բենզալոցակայանը որ պայթեց, այնտեղ էին ու իրանք հասցրել էին դուրս գալ այնտեղից ու միշտ որ սենց հետ եմ նայում, ասում եմ Աստված այդ ամեն ինչը ինչ մենք մարդկանց տալիս ենք, բերում այդ ամեն ինչը մեզ համար ու երբեք ինչ որ մտքով չի արվել, որ դրա մասին խոսվի, ես երբեք չեմ խոսացել, երբ որ մտնում են իմ Facebook-յան էջ, այնտեղ որ թերթեն կտեսնեն հենց 44 օրյայի ժամանակ կամավորական շատ մեծ աշխատանքները, բայց դա բնականաբար արվել է ոչ թե մարդկանց ասելու մենք սա արել ենք մեր ներքին հանգստության համար, արել ենք որպես հայ ու արել ենք, որ մեր հասարակությունը հասկանա, որ ինչ որ տեղ ինքը մենակ չի, ունի ինչ որ աջակցող ու իրականում մեր հայրը շատ համախմբվող են, եթե հայրը որոշում են համախմբվել, դա վերջն է ուղղակի լինում, իրականում կարողանում ենք, մենք մի օրում ես հավաքել եմ 100 կամավոր 44 օրյայի ժամանակ ու Ռոստելեկոմի այգում հենց վերնիսաժի մոտ 100 հոգով ներկայանում էին առավոտից իրիկուն, այնտեղ էինք ու այնքան լավ էին աշխատում, ոչ մեկ ոչ մի բանի համար չէր անում, ուղղակի անում ենք մեր դիմացինի համար ու այդ մարդկանց հետ այդ ժամանակահատվածը անցած այնքան ուրիշ ձև է հիշվում, որ այդ մարդկանց հետ ուղղակի պետք էր ինչ որ հարց քննարկել, գիտես որ դիմացինդ շատ լավ մարդ է ու ամեն ինչի պատրաստ է դիմացինի համար։ Այդպես անընդհատ կամավորական աշխատանքներ կազմակերպում ենք, սթորիներով հիմնականում կիսվում եմ այն ժամանակ, երբ որ ինչ որ երեխայի մոտիվանդություն են հայտնաբերում, պարտադիր կիսվում եմ ու ինքս ինչ որ աջակցություն փորձում եմ միշտ ցուցաբերել, բայց իրականում հետագայում դա իդեպ իմ պապայից է եկել, որովհետև երբ որ ես փոքր էի Պապան իրենց գյուղում դպրոց կար, անընդհատ ամեն տարի տանում էր նվերներ, ասում էի պապ ինչի համար ես տանում, ասում էր ես ինձ այդ դուր է գալիս, մանկատուն էինք պապայի հետ շատ հաճախ գնում, երեխեքին նվերներ էինք տանում ու կարծում եմ, քանի որ պապան իմ համար միշտ իդեալ է եղել, դա տենց իմ մոտ տպավորվել է, որ պետքա միշտ դիմացինին հնարավորինս ունեցածի չափով օգնել։ Անահիտ, բացի դրանից, քանի որ քո բլոգում քեզ հետևում են նաև մեծամասամբ աղջիկներ եւ նրանց հետաքրքրում է ինչով ես դու զբաղվում, ընդհանրապես քո արտաքինը, ինչպես ես կարելի ասել, ինչ ես անում կամ ինչ ես փոփոխում, խոսենք նաև մի փոքր արտաքինի վերաբերյալ։ Շատ լավ, արտաքինի վերաբերյալ էսթետիկ միջամտություններ կատարվել են, պլաստիկ վիրահատություններից, այսպես ասված, չխոսեմ դեմքի վրա երևում է քթի հատվածը, ինքս ճիշտ աշխատում եմ բժիշկների հետ, բայց չգովազդեմ պլաստիկ վիրահատություններ, ես չեմ կատարել ինչ-որ կոմպլեքսներից ելնելով, ուղղակի ինչ-որ պահի հասկացա, որ ինչ-որ բան ուզում եմ մեկ այլ ձև լինի, ի սկզբանե չէին նկատում այդ փոփոխությունը, իմ քիթը ի սկզբանե նույն ձև ա եղել, ուղղակի շատ չնչին երևի թե տարբերությամբ, անգամ որ ես գնացել եմ դոկտորի, ասել եմ եկել եմ քիթս վիրահատելու, ասես դուռը ընդեղ է դուրս եկեք ստեղից, ասեցի ո՞նց ասեցի կգնամ ուրիշ դոկտորի մոտ, հետո տենց արդեն որ հասկացանք, որ շնչառական խնդիրներ եւ այլն վիրահատեցի Էսթետիկ միջամտություններ, ինչպես նշեցի, եւս կատարվել են, վատ չեն վերաբերվում այդ ամեն ինչին, անկեղծ մտածում եմ, որ ամեն մարդ պետք է անի այնպես, ինչպես որ դուր է գալիս իրեն, ճիշտ է, շատ հաճախ այդ ամեն ինչը չափը անցնում է, որովհետեւ այդ պահին չեն գիտակցում։ Օրինակ, եթե ավելացնում ենք ինչ-որ բան, մենք սովորում ենք դրան ու ավելի շատ ենք այդ ամեն ինչ ուզում տեսնել, բայց եթե դիմացին լավ մասնագետ է լինում, կասի էսի մի արա, արդեն քո արտաքինը տգեղ է։ Ի սկզբանե ընտանիքս էր մի փոքր, որ չէր հարմարվում, բայց հետագայում, քանի որ ես այդպես շատ չեմ արել ինչ-որ փոփոխություն, ինչ-որ իրար հասկացանք ինչ-որ կյանքի փուլում, բայց պետք է սիրել այնպես ձեզ, ինչպիսին որ կաք։ Քանի որ նշեցիք, որ բավականին նաև բժիշկների հետ եք աշխատում, մարդիկ շատ հաճախ կարող են սխալվել ու գնալ օրինակ սխալ բժշկի մոտ չգիտակցելով, որ կարող է օրինակ լավ չվիրահատի կամ կարող է լավ միջամտությունը չարվի։ Արդյոք ինչ ես կարծում, մենակ սոցիալական հարթակների նկարներին վստահելը դա ճիշտ է։ Քանի որ ինքս վարում եմ բժշկական էջեր, մարքեթինգը հենց մեծ մասամբ խորացված է բժշկական էջերի վրա, 60%-ով կարծում եմ։ Օրինակ ես չեմ
չեմ մշակում, չեմ սարքում, երբ որ ինձ դիմում են դոկտորներ, ու մոտ ես տեսնում եմ, ինձ դուր չի գալիս իրենց ձեռագիրը կամ հասկանում եմ, որ մարդու առողջությանը կվնասեն հաստատ, ես չեմ վերցնում տվյալ պրոյեկտները, այդ հենց առաջին մասնագիտությունն է ինձ օգնում, որ ասի իրավաբան եմ, նման էջեր չեմ վերցնում, բայց կոնկրետ այն դոկտորները, ում հետ ես աշխատում եմ, վիրահատարան մտնում դուրս եմ գալիս ես իրենց հետ ու այնքան լավ է այնտեղ ամեն ինչ, որ ասում եմ ոնց մարդիկ կարում են սենց աշխատեն ու չեմ ես հիշում, որ ինչ-որ post վերցնեմ, սարքեմ, բայց շուկայում շատ են հանդիպում ու բժշկական էջերի գովազդ իրականում, քանի որ մարդկանց պետք չի տաներ ինչ-որ սխալ տեղ, օրինակ դոկտորների հետ խոսում ենք, ասում եմ օրինակ, եթե դուք կատարում եք այսինչը ձեր մոտ այս մեկը ավելի լավ է ստացվում, բերեք դա գովազդ միացնեմ, օրինակ չմիացնեմ ռինոպլաստիկա, որ ձեր մոտ չի ստացվում, տենց կոպիտ չեմ ասում բնականաբար, բայց փորձում եք ինչ-որ ձև դա իրար հետ հասկանալով օրինակ ես գիտեմ, որ դա միացնեմ, արդյունք չի տալու։ Միացնեմ այս ինչը արդյունք տալու է ու ինչ որ փաստեցի պետք է մի ուղղությամբ խորանալ ու դա անել։ Իմ դոկտորները ում հետ ես աշխատում եմ, բավականին գոհ եմ ու ցանկացած բահի կարող եմ ինչ-որ վիրատություն գնալ պարկել, ասել արեք, այսինքն շատ հանգիստ եմ ու ամենահետաքրքիրը այն է, որ քաղաքի ցանկացած կետում, երբ որ ինչ-որ հարցով վատ եմ զգում կամ ինչ-որ բան է լինում, որ շուտ պետք է հասնեմ հիվանդանոց, զանգում եմ տեղում, հիվանդանոցների դռները բաց են, դոկտորները այնտեղ են ու դոկտորներին շատ եմ սիրում, չեմ կարող ասել ինչից է դա եկել, բայց դոկտորների հետ աշխատելը վիրահատարան մտնել դուրս գալը այդ ամեն ինչ է իմ համար, չեմ կարող ասել, եթե մի շաբաթ չմտնեմ, շատ տխուր կանցնի, շատ լավ է, չեմ վախենում, հիմնականում վախենում են մասնագետները, դրա համար շատ մարդիկ բժշկական թեկվածություն չեն վերցնում, բացի դա էլ դոկտորներին շատ հաճախ են բլոկավորում, մասնագետները սկսնակ չեն պատկերացնում, վերցնում են, բլոկավորում են, ուղարկում են մեզ մոտ։ Իրականում նույնիսկ մասնագիտության տեր մարդիկ կարող է հոգնեն այդ վիրահատական process-ներից, բայց փաստորեն քո մասնագիտությունը ես շատ եմ սիրում ու ես առաջի անգամ որ բժշկական էջեի վերցրել, դոկտորին տեքստ եմ գրում, տրամադրում եմ, ասում եմ դոկտոր ջան, սենց սա կասեք, անիչան ես դու դոկտոր ես, ասեցի չէ ինչից վերցրեցիք որ նենց խելացի բաներ ես գրել, ասի չէ ուղղակի ուսումնասիրեցի, կարդացի, նոր այդ տեքստը գրեցի ու տենց այնքան հեշտ է իրենց հետ, իրանք էլ տեսակով դոկտորները ավելի շատ հեշտ է իրենց հետ շփվելը ու այդպես սիրահարվեցի հենց բժշկական էջերի վարելուն, ինձ այդ շատ հեշտ է ստացվում ինձ մոտ։ Եվ եթե ամփոփենք, մի փոքր խոսես քո նպատակների մասին, ինչ ավելի խոշոր նպատակների ես ցանկանում դեպի ձգտել եւ քո գործունեության ոլորտը արդյոք ցանկանում ես ընդարձակել։ Անպայման տարեցտարի ընդարձակվում է, քանի որ ինչ որ կետում կարծում եմ մարդ պետքա չկանգնի, եթե ունենք էս, պետքա չբավարարվել, պետքա միշտ աշխատել, այնքան աշխատել, որ հասնել այն կետին, որ հետն ես, ասես ոնց ես այսքանին մենակով հասել եմ, ու դա կյանքի իրականում շատ լավ փուլ է, ու այն մարդկանց խորհուրդ, ովքեր որ իրենց աշխատանքով չեն զբաղվում կամ մտածում են, որ ինչ որ բան չի ստացվի, ձեր մոտ հաստատ կստացվի, առաջին ուժը մարդու համար հենց ինքն է, ինքը պետք է հասկանա, որ եթե ինքը սա անի, իր համար վաղը ավելի լավ կլինի ու չկա տենց բան, որ մարդ չկարողանա անել, ամեն ինչ էլ մարդ կարող է անել, եթե ինքը դա ուզում է, ցանկությունը ամենակարևորն է։ Ու ես ինքս միշտ ավելի առաջ եմ գնալու, անկախ կյանքի ցանկացած փուլից, անկախ դժվարություններից, տենց չեմ նայելու ոչ մի բանի ու 2 կամ 3 տարի հետո հաստատ որ նույն սեղանի շուրջ առնչվենք, արդեն կտեսնենք թե ինչեր են տեղի ունեցել ու արդեն շատ ավելի երկար ճանապարհի հետ կնայենք։ Դե ինչ Անահիտ, շնորհակալ եմ նման հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ, իրոք շատ հետաքրքիր հարցեր էին։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ եւ շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, հուսով ենք ձեզ դուր կգա։